Անձը իր սահմանադրական իրավունքների տիրույթում քվեն տալով կարգում է կառավարիչ իրան կամ ընտրում է կառավարիչ իրան, ինքը թագավոր չի ընտրում իրան, ընտրվում են, գալիս են։ Առաջին մի տարին պարզում ու արձանագրում են, որ աթոռը կոտրված է։ Ժողովրդին ասում են, ով որ քվե ստացավ ժողովրդից, նա եթում է իր անելիքը անում է։ Ժողովուրդը միշտ մնում է երկրորդ պլանում։ Այստեղ ամենակարևոր բանը նրանում է, որ ստացվում է հիմնարար իրավունքների սկզբունքի շրջանակներում ես իմ քվեն սահմանադրությամբ տալիս եմ X անձի ու դրա դիմաց չեմ ստանում ոչ մի բան բացի վնասներից։ Մեզ միշտ ներշնչել են, դե որ մենք փոքր ազգ ենք, գազ չունենք, նավթ չունենք, ռեսուրս չունենք, այս չունենք, այն չունենք, մենք միշտ պետքա մի գլուխներս կախ համակերպենք գերտերությունների հետ, փորձենք, ասենք, ինչ որ մի գերտերության ցենց շվակում ծավարած էտանք, բայց ինչ զիջենք։ Ասում է աշխատավարձը ճիշտ է ցածր էր, բայց իրանք դες թալանում էին։ Հարգելիս, հիմա դու ինձի օրենքով ես թալանում։ Քո աշխատավարձը բարձր է, բայց ես էլի ինձի թալանված եմ զգում։ Դու սկզբում ասեցիր մենք վերջո հայ ենք, էս ենք, են ենք, միտեղ մի բան լինի կհամախմբենք, բան, այդ համախմբվածությունը թույլ չի տրվում, որ համախմբի ու դուրս գա։ Ինչի համար։ Բարև ձեզ, ասում եմ Արև Հովջան։ Բարև։ Այսօրվա մեր ընտրված թեման մենք ընտրել ենք մարդու հիմնարար իրավունքները իր ամբողջ ծավալով ու իշխանությունների կամ այն անձանց, ովքեր ուզում են գան իշխանության, ովքեր տեսնում են կարան կառավարեն երկիրը, իրանց մոտեցումը մարդու հիմնարար իրավունքներին։ Ամբողջը դրա մասին ենք խոսելու իր ճյուղերով։ Այս դեպքում մենք այսպես ենք հասկանում, մարդու հիմնարար իրավունքները կոպիտ ասած մեծ սահմանադրական իրավունք է։ Սահմանադրական իրավունքներ բոլոր պետություններում ամենակայուն ու ամենազորեղ իրավունքն է, որը որ կարգավորում է մնացած բոլոր իրավունքները։ Մարդու հիմնարար իրավունքների մեջ շատ տեղ զբաղեցնում մեր կյանքում դա նյութական իրավունքը։ Ու մասնավորեցնենք, որ քրեական իրավունքը, եթե վերցնենք, պաշտպանում է անձի հիմնարար իրավունքները, այդ թվում նաև առավելապես սեփականության իրավունքը, նյութական իրավունքը, վարչական իրավունքը նույնպես կարգավորում է ու պաշտպանում է սեփականությունը, քաղաքացիական իրավունքը պաշտպանում է սեփականության իրավունքը ու ամենակարևորը, որ այդ ամբողջը ընդհանրացնում է սահմանադրական իրավունքը, որը սահմանում է բոլոր այդ իրավունքի կարգավորումները, այդ թվում նաև մարդու հիմնարար իրավունքի իր ճյուղերով։ Մեր կյանքում առավելապես է մարդու նյութական իրավունքը։ Տես մենք ասում ենք անձի կյանքի իրավունք, ճիշտ է, մենք շատ ենք խոսում դրա մասին։ Եթե չլինի անձի կյանքի իրավունքը, չի լինի մնացած նյութական արժեքները, անիմաստ կլինի, ըստեյության դատարկ կլինի, առարկայազուրկ կլինի։ Բայց մենք միևնույն ժամանակ, քանի որ ազգովի միշտ սիրում ենք սենսացիա, միշտ սիրում ենք աղմուկ, աղաղակ, անկանոնություն, մենք երրորդ պլան ենք դնում անձի կյանքի իրավունքը ու առաջին պլան ենք բերում անձի նյութական իրավունքը։ Մեր իշխանություններն են, այսօրվա իշխանություն, ես չասեմ, որևէ մի իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունք չունեմ, իմ համար կա այսպես լավ կառավարիչ ու վատ կառավարիչ։ Այո, այս իշխանությունները վատ կառավարիչներ են, այնքանով որքանով որ երկիրը տանում են դեպի այնպիսի մի փակուղի, որտեղից թե ասած առաջի հայացքից էլ ես նայեմ, հասկանում ես, որ հնարավոր չի հետ գալ, կամ եթե հետ եկանք, էլի զիջումների հաշվին, բարթանում է։ Էլի զիջումների հաշվին, այսինքն ինչ որ մի պետության, տեսեք, այսպիսի բան կա, օրբիտան լինելով ինչ-որ մի պետության արբանյակը լինելով, սա ամբողջ խնդիրը սրանում նկարանում, որ ասենք մարդու հիմնարար իրավունքը հենց մի հոգու, մի անձի հիմնարար իրավունքը ամենակարևոր ու ամենազորեղ իրավունքն է, բայց մենք միշտ ճիշտ հակառակն ենք անում ազգովի սենսացիա մանգալու հաշվին, տեսեք ունեցանք մարտի 1-յան դեպքեր, ճիշտ է, մարտի 1-յան դեպքերի ժամանակ 8-9 հոգի զոհվեցին, ու հիմա որ նայում ես ինչի համար զոհվեցին, հարցնես արդարացված էր արդյոք այդ զոհերը, իրոք ոչ արդարացված չեն։ Պատճառներից պատճառները մեկը չեն, մի քանիսն են, որ իրենք չէին էլ հասկանում ինչի համար են զոհվում։ Այսինքն մեզ պետք էր ճարտարուկներ, պետք էր ինքնաձիգներ, պետք էր արդեն արձակված պամպուշտներ ու պետք էր զոհեր, ոնց որ սահմանված լինի, որ անպայման պետք է այդ հավաքի ժամանակ այսքան զոհ լինի, դոկտրինա այդպես մի բան լինի։ Ու ամբողջ խնդիրը հենց դրանում է կայանում, որ պարբերաբար մենք մեր ժողովրդին ասում ենք, որ դու առաջինը մի հատ պետությունից
քո սահմանադրական իրավունքը պահանջի, այն է քո կյանքի իրավունքը, նոր հետո պետությունը ինքնըստինքյան սկսի քո սեփականության իրավունքը պաշտպանել։ Բայց մենք միշտ հակառակն ենք արել, պահանջում ենք սեփականության իրավունքը անտեսելով կյանքի իրավունքը։ Ստեղ նաև մի հատ sense նոր պահ կա։ Այդ մարդուն հասցնել իրավական գիտակցության այդ մակարդակին, որ մարդը ընդունակ լինի պետությանը հարց տալու, դա պետության ուղիղ գործառույթն է, չէ՞։ Մանկապարտեզ, դպրոց, բուհ, Պետության ստանդած պարտավորությունն է։ ահա, իսկ մարդը քանի որ չի կարողանում հարց տալ, հարց ձևակերպել, մենք հիմա խոսում ենք ընդհանուրի մասին, ոչ թե բացառությունների, որովհետև ցանկացած հասարակության մեջ կան առանձին անհատներ, թվով շատ քիչ, ովքեր որ կարողանում են հարց ձևակերպել, չէ՞։ Օբյեկտիվ հարց ձևակերպել, այլ ոչ թե մտածածին ինչ որ բան ասել, թե ինչի էս ինչը sense չի, որը որ իր տակը ոչ մի բան չունի։ Հարց ձևակերպող սերունդ, ցավոք սրտի, ցավով եմ ես դա ասում, որ նոր անկախ Հայաստանում սկսած առաջին իսկ օրվանից մեր մատաղ սերունդը մենք հենց այդ սերունդի կրողներն ենք, չէ՞։ Այդ ժամանակ մենք եղել ենք մանկապարտեզ, դպրոց, բուհ, տեսել ենք։ Երկուսս էլ հասել ենք կյանքում ինչ որ բաների, չէ՞, դպրոցը ավարտելով, բուհը ավարտելով, դու ընտրել ես իրավաբանի մասնագիտությունը, ես ընտրել եմ քաղաքագետի մասնագիտությունը, դասավանդել եմ, դու զբաղվում ես իրավապաշտպանությամբ, ես զբաղվում եմ քաղաքագիտություն դասավանդելով, վերջո, բայց մեր շրջապատում թվով շատ մարդիկ կան, ովքեր որ կամ չեն ձգտել, կամ չեն ուզեցել հարց ձևակերպելու, կոնկրետ հարց տալու ու պատասխան ստանալու ընդունակություն ուղղակի չունեն։ Իրանք տրվում են ինչ որ մի հատ բանի, սենց ու այդ ջուրը մտնում են այդ գետով, այդ լողում են առանց հասկանալու թե ուր են։ Այստեղ մի հատ եմ որ ասում զսպանա կամ մի հատ սահմանված կարգ կա։ Պետությունը ինքը երաշխավորում է, այստեղ խնդիր կա, անկախ տես իմ հարց տալը կամ չտալը ճիշտ ձևակերպված, դա իմ իրավունքն է, ճիշտ է։ Բայց պետությունը միևնույն մյուս կողմից ինքը միշտ իր պատասխանատվության գոտում է գտնվում, այսինքն իր պատասխանատվությունն է իմ խախտած իրավունքի վերականգնման համար, եթե ես գտնում եմ իրավունք ունեմ տալու կամ չտալու, դա իմ որոշումն է։ Պետությունը անկախ ամեն ինչից երաշխավորում, որ իմ իրավունքը ոչ միայն չի խախտվի, այլ նաև պաշտպանված է։ Հետևաբար ես գրագետ հարց տալու իրավունք կամ հնարավորություն ունենալ չունենալու որևէ բան չեմ տեսնում, խնդիր չեմ տեսնում, չէ՞ որ պետությունը ինքը սահմանադրորեն է ինձ պաշտպանում։ Երաշխավորում է իմ իրավունքը։ Պիտի պաշտպանի։ Ես պիտի պաշտպանի։ Հետո մենք կանդրադառնանք լավ ղեկավարի, վատ ղեկավարի առանձնահատկություններին ու իրանց կատարած աշխատանքին, այսինքն հետագիծը կտենք քննարկենք։ Բայց այս պայդրությամբ մենք գալիս ենք հանգում մի կետի վրա, որ անկախ նրանից ես գյուղացի եմ, ամբողջ օրը իմ հողն եմ վարում, ստանում եմ պտուղ, հոգում եմ իմ կենսական պայմանները։ Իմ համար միևնույն է, օրինակի համար գազի գինն են ուզում բարձրացնեն, լույսի գինն են ուզում բարձրացնեն, ակցիզային հարկն են ուզում բարձրացնեն։ Ես համոզված եմ, որ լավ պետության, լավ կառավարիչը, այսպես վերցնենք, ինքը կգտնի զսպման միջոցներ ու դա չի արտացոլվի իմ կենսակերպի կամ իմ կենցաղի վրա։ Ենթադրվում է։ Ապրես, այսինքն ես հանգիստ եմ, ասում եմ, ես իմ հարկերը վճարում եմ, այդքանով պետությունը ինձ երաշխավորված պաշտպանության տակ է վերցրել։ Կամ ես օրինակի համար իրավաբան եմ, իրավապաշտպանությամբ եմ զբաղված, ես համոզված եմ, որ եթե լինում են այնպիսի կուրիոս հարցեր, որոնց վերաբերյալ տարակարծիք մոտեցումներ կան, գործում են ու բոլորը կենսունակ են, սկսենք այնտեղից, որ մարդու միտքը, մարդու ընկալումը շատ բազմազան է, չէ՞, ու անսահման ես կասեի, եթե այդպիսի հարցեր կան, որոնք կենսունակ են ու գործում են ու դրանց համար որոշակի պարզաբանումներ են պետք համակեցության տիրույթում, ընդհանուր ընդունված ազգությամբ հայերի համակեցության տիրույթում, բան չունեմ ասելու, այդտեղ է, որ մենք այդ հարցերը իշխանություններին բարձրացնում, ասում ենք մենք այսպես ենք ընկալում,
Արդյոք դուք էլ ձեր մոտեցումն է այդ նույնի նկատմամբ այնպես ինչպես մերն է, որպեսզի դրանով ժողովրդին կարողանանք օգնենք ու պաշտպանենք իրանց իրավունքները։ Ժողովուրդը չպետք է մտածի այդ իրավունքի պաշտպանվածության մասին, ինքը հարկ է տալիս։ Ինքը հարկ է տալիս ու ինքը դրանից իրան ազատում է կոնկրետ ժողովրդավարական այդ process-ներով ուղիղ իր քվեն տալով ու ձևավորելով իշխանություն։ Նա ձևավորում է իշխանություն, որ եթե կպնի իր գործերի, որովհետև նա վստահել է, կազմվել է, կա արդեն իշխանություն, որը որ իմ կյանքի մասին կմտածի ու իմ արած աշխատանքի դիմաց ինձանից հարկերը կվերցնի ու իմ անվտանգությունը կապահովի։ Կազմակերպիկ է, ինքը կառավարքի մասին է խոսքը։ Այո, եթե ես պետք է իմ անվտանգության մասին մտածեմ, այն մյուսի, դատեղ արդեն պետություն գոյություն չունի։ Ես իմ քվեն տվել եմ, որ եթե իմ գործը անեմ, պետությունն էլ երաշխավորի այդ ամեն ինչ։ Հավասարակշռված, այո, հավասարակշռված պետք է կառավարում իրականացնի։ Այսպեսի մի բան կա, ես կարող եմ համեմատական կարգով նախ ուրիշ մի բան եմ ուզում ասեմ, հետո դա կլրացնեմ դրանով։ Այդ թվում նաև միասնության թևեր կուսակցության ծրագրի շուրջ երբ որ խոսում ենք, նախընտրական ծրագրի մասին երբ որ խոսում ենք, պարոն Արանյանի ես այսպեսի մի հարց տվեցի, որ պարոն Արանյան, ծրագիրը անգամ եթե 800 էջ է, դրա սեղմագիրը այնքան պետք է մատչելի լինի, որ մեր հարևան Մարիամ Տոտան իր կարթա ընկալի ու այդտեղից ծախտակաղ անի, այնինչ ընկալում է մատչելիության սկզբունքն է, ճիշտ է դրա այդտեղ։ Ու մենք հասանք դրան, որ այո, սեղմագիրը հենց այդպիսին էր ու շատ մատչելի էր, բայց միևնույն ժամանակ, որ մենք ասում ենք քվեն տալով, չէ, անձի իր սահմանադրական իրավունքների տիրույթում քվեն տալով կարգում է կառավարիչ իրան կամ ընտրում է կառավարիչ իրան, ինքը թագավոր չի ընտրում իրան։ Ընդհանրապես աշխատող, ով իր հարկերի ու իր իրավունքների ու պարտավորությունների տիրույթը կսահմանի ու կենսունակություն կտա դրան, այսինքն աշխատող կլինի, բայց հիմա ստացվում է այնպես, որ դա տեղի չի ունենում։ Ես մի անգամ հենց քո հետ երբ խոսում ենք, ես կոպիտ համեմատության համար եմ ասում, ենթադրենք պետությունը 50 հոգի է, ենթադրենք, հիպոթետիկ ընդունենք։ Այդ 50 հոգին ուզում են նստեն հանգստանան, այնինչ պարզում են, որ աթոռը կոտրված է։ Ճիշտ է։ Իշխանություններին կամ կառավարիչ, ով որ հավակնում է դառնա կառավարիչ, խոստումները շատ են, այ կգանք, աթոռը կվերանորոգենք, այ կբերենք նոր աթոռ, այ մենք կգտնենք աթոռը կոտրողին եւ այլն եւ այլն։ Ընտրվում են, գալիս են։ Առաջին մի տարին պարզում ու արձանագրում են, որ այդ աթոռը կոտրված է։ 50 հոգի ազգը սպասում է, որ այդ աթոռը պետք է սարքեն, իրանք նստեին, հանգստանային։ Այդ մի տարվա ընթացքում այդ 50 հոգուց ոմանք ֆիզիկապես չեն լինում արդեն, մահանում են, չեն սպասում, չեն ապրում այդքան, որ տեսնեն այդ աթոռի, այո, այդ աթոռի վերանորոգված լինելը։ Հաջորդ իշխանավարման մյուս տարին, արդեն երկրորդ տարին, որոշում են, որ գտնեն աթոռը կոտրողին։ Էլի ազգը կանգնած է, էլի սպասում աթոռին, էլի մարդիկ պակասում են, կամ էլ չեն սպասում, թողում են գնում են ուրիշ աթոռ են ման գալիս։ Հաջորդ երրորդ տարին իշխանավարման որոշում են, որ գործ հարուցեն աթոռը կոտրողի վրա, որպեսզի հայտնաբերեն։ Այդքան այդ նորից նույն process-ը գնում է իշխանավարման 4-րդ տարին հայտնաբերում են աթոռը կոտրողին, ենթադրյալ կոտրողին։ Էլի ազգը սպասում է, էլի աթոռը չկա, կոտրված է։ 5-րդ տարին ավարտա իշխանավարման, որոշում են, որ պետք է բերեն պատասխանատվության դաշտ աթոռը կոտրողին։ Հələ աթոռը սարքված չէ, էլի կոտրված է, բերեն պատասխանատվության դաշտ ու լրանում է պաշտոնավարման ժամկետը։ Նույն այդ խոստումով հաջորդ անգամ գալիս են նորից նույն առաջադրվում են, ասում են այ մենք մանենք եկել ձեր աթոռը կոտրողին, այ գտել ենք ձեր աթոռը կոտրողին ու ստիպելու ենք որ վերանորոգի։ Նորից գալիս են առաջադրվում են, նորից ընտրվում են, նորից սկսում են նույնը։ Մանենք արձանագրում ենք որ այդ աթոռը կոտրված է ու ես արդեն սահմանեցի հետո ինչ զարգացումներ տեղի ունենում։ Այնինչ ես այսպես եմ հասկանում, լավ կառավարիչը առաջինը գալիս է վերանորոգում աթոռը իր ռեսուրսով, նույն այդ 50 հոգու ռեսուրսով վերանորոգում է աթոռը, հետո նոր արձանագրում է որ կոտրված էր աթոռը, հետո նոր մանագալի կոտրողին, բերում պատասխանատվության դաշտ, դա այն 50 հոգուն այլևս չպետք է հետաքրքրի, նրանց խնդիրը աթոռն է,
որը որ կենսունական մարդուն ապահովելու անվտանգ Պիտանիա, պիտանիա, հիմա խնդիրը ով այլ էր է։ ջարդել, ինչ եղավ, դա Այդ 50 հոգուց քանից արդեն ողջ չմնացին ամբողջ 5 տարվա ընթացքում ու քանիցը գնացին ուրիշ աթոռ մանգալով։ Հիմա մենք որ ասում ենք մեր երկիրը ման է գալիս, հովանավորներ, չէ, պաշտպաններ, հովանավորներ, իդեմս Արևմուտքի, իդեմս Եվրոպայի կամ իդեմս Ռուսաստանի կամ ավելի վատ արաբական բոլոր միացյալ երկրների։ Խնդիրը այդտեղ հովանավոր մանգալը չի։ Պատկերացնում ես, խնդիրը որ չկա այն քիմիան ժողովրդի ու իշխանությունների միջև։ Այն վստահությունը չկա, պատկերացնում ես, եթե լիներ փոխադարձ ուժերով, փոխադարձ ընկալմամբ ու համագործակցությամբ եւ աթոռը կվերանորոգեին, եւ բարեկեցություն կապավեն, եւ մարդու հիմնարար իրավունքները օրենքի ուժով կպաշտպանված կլիներ, եւ պետությունը իր պարտավորությունները պատշաճ կկատարեր, իսկ գյուղացինել, դասախոսնել, իրավաբանել, տրանսպորտի վարորդնել, էլ որ ինչ կա, մանկավարժնել, բոլոր նախատինը բարեխղճորեն կվճարեր իր հարկերը, որովհետեւ հասկանում էր, այս մարդիկ այո, պաշտպանում ու երաշխավորում են իր բոլոր սահմանադրական իրավունքները։ Ստացվում է հիմնարար իրավունքների սկզբունքի շրջանակներում ես իմ քվեն սահմանադրությամբ տալիս եմ X անձի ու դրա դիմաց չեմ ստանում ոչ մի բան բացի վնասներից։ Սա խնդիրը դրա մեջ է, մեր ժողովրդին դա պետք է սովորացնենք, դա պետք է բացատրենք, դա պետք է ասենք։ Պետք է լինի ցանկացած գործող իշխանության ուղիղ գործառույթը ունենան նման հասարակություն, ձևավորի բարոյահոգեբանական, իրավական ու քաղաքական գիտակցության մակարդակը կամաց բարձրացնելով ու գործուն քայլանելով գործն անի, ասի տես մարդ ջան, ես այս գործը արեցի ու սա ընդհանուրի համար լավ է, մոտիվացիա պիտի ունենա գործող իշխանությունը, բայց հիմա մենք մոտիվացիային եթե նայենք, եթե մի քիչ տեսանկյունը փոխում ենք, չէ՞, գործող իշխանության մոտիվացիան թե նա ուր է տանում, այդտեղ մենք տեսնում ենք, որ այստեղ դիտանկյունը հենց փոխում ենք ամեն ինչ տեղն է։ Տերերի շահերին սպասարկելու ուղղությամբ է գնում։ Վերջացա, բայց այդ տերերի շահերին սպասարկելու համար գալիս են այս մի փոքր, շատ փոքր է մնացել, չէ՞, մեր հայրենիքից։ Որը որ սահմանել ենք, դարձրել ենք պետություն, որտեղ որ կա սահմանադրություն ու օրենքներ, ինքը շատ քիչ է մնացել։ Ու ուտեղ ապրող յուրաքանչյուր մարդու գալիս են ասում են, տվեք քվե, այս ինչ բանը սենց կանենք, քվեն տալով այդ ինչ բանը եթում է ոչ թե ընդհանուրին, այդ ազգին, այդ մարդկանց, ովքեր որ այդտեղ ապրում են, այլ ինչ որ եթում է լրիվ այլ տեղով ու ասում են դե հիմա դուք չգիտեք, մենք ճիշտ ենք անում ու բոլորն են այդպես ասում։ Ստացվում է, որ արտաքին քաղաքականության մեջ մենք դարձել ենք մեր հայրենիքը առևտրի առարկա, այսինքն մեր հայրենի հողը վաճառքի օբյեկտ ենք դարձրել, ինչքան ուզում կոպիտ ասած մկրատով ապլիկացիայի նման կտրում ու վաճառում ենք, ցավոք դա այդպես է։ Մյուս կողմից ներքին քաղաքականության առումով քանի որ ունեն ստանձնած պարտավորություններ ու վարկեր ու մի աշխարհավորացման խնդիրներ արտաքին քաղաքականության պետությունների վարող պետությունների նկատմամբ մեր երկրում ներքին քաղաքականության ռեսուրսի հաշվին հարկեր բարձրացնելու, լիցենզիաներ բարձրացնելու, տուրքեր բարձրացնելու հաշվին կեղեքում ենք, որ հասցնենք ընդդեմ։ Բայց միևնույն ժամանակ էլ ասում ենք մենք գործ ենք անում, մեզ պետքա բարձր վարձատրեք, որպեսզի չգողանանք։ Տես նույն նախկինները, որպեսզի գողացել են չգան իշխանության, ինչ էինք ասում, ազատվում ենք իրանցից, որ մաքուր էջից, նոր տողից սկսենք, ճիշտ է։ Բան չունեմ ասելու, ասում եք աշխատավարձը ճիշտ է, ցածր էր, բայց իրանք դες թալանում էին։ Հարգելիս, հիմա դու ինձի օրենքով ես թալանում։ Քո աշխատավարձը բարձր է, բայց ես էլի ինձի թալանված եմ զգում։ Հասկանում ես, ու այստեղ է որ ասպա դու քաղաքագետ ես, դու ավելի կարաս ճիշտ բացատրես մեր ժողովուրդը այդ առումով արտաքին ու ներքին քաղաքականության առումով որտեղ պետք է սահմաններ գտնի ու ինքը որտեղ է կենսունակ, որ տիրույթում է կենսունակ։ Ժողովուրդը որպես այդպեսին աչքը բացես։ Ցավով պիտի ասեմ, սա ասենք գաղտնիք չէ ոչ մի քաղաքագետի կամ փիլիսոփայի կամ հոգեբանի համար, որ ժողովուրդը սուբյեկտ չէ, ժողովուրդը օբյեկտ է իշխանության ձգտող տարբեր բևեռների համար։ Իրանք գալիս են ժողովրդին ինչ որ բան են ասում,
բայց խնդիրը ոչ թե ժողովրդի հետ է, իրանց խնդիրը այդ կռիվը իրար մեջ է։ Ժողովրդին ասում են, ով որ քվե ստացավ ժողովրդից, նա հետում է իր անելիքը անում է։ Ժողովուրդը միշտ մնում է երկրորդ պլանում։ Այստեղ ամենակարևոր բանը նրանում է, որ ով որ ստանձնում է պարտականություն, իր գիտելիքների ճաշակին համապատասխան կարա արդյոք լավ կառավարում իրականացնի հենց ժողովրդի համար, թե չի կարա։ Մեծ հաշվով բոլոր իշխանությունները դա դոգմա է, որ կա միավոր ստանում է քվե ու ձևավորում է կառավարություն, նա առաջին հերթին սպասարկում է նեղ անձնական շահը, հետո քո ասացի արդեն եթե ինքը ինչ որ մի ուղղվածություն ունի աշխարհի գերտերություններից մեկի կողմից ուղղորդվում է, սպասարկի նրան շահը, հետո տակը կմնա ժողովրդի համար ինչ որ բան անելու, նա կանի, չի մնա, չի անի։ Այստեղ ամբողջ խնդիրը դրանում է ու մեր ունեցած ցավոք սրտի ամբողջ մեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք դեռևս մոտիկ անգամ չենք ունեցել մի իշխանություն, ով որ առաջին հերթին կմտածի իր ժողովրդի բարեկեցության համար, առաջին հերթին կմտածի, որ ինքը իրան կայունացնի ու զարգացնի, դարձնի բերի միատնես մակարդակի, որ մնացածի հետ ոչ թե սեղանի շուրջ նստի հավասարը հավասարին գործը ընկերական հարաբերությունների շուրջ, այլ որ այսինչը իմ կռիչն է, հազար ներողություն, ես ստեղ իրա շահերը պաշտպանեմ, այդ արանքում ժողովրդին ինչ կկարողանամ անել, Տոժվի, թոտոժվի։ ոչինչ, կարևորը ես այնտեղ ունեմ պարտավորություն։ Ու Եթե հասկանում է ինքը X ժամկետով է եկե, այսինքն ինքը գիտակցում է, որ ինքը X 5 տարով է եկե, 5 տարում ինչ կարացա կանեմ, հետո պատասխանատու չեմ։ Միանշանակ գիտակցում է ու մենք եթե սենց մի հատ հետ հայացք գցենք մեր պատմությանը, հայ ժողովրդի պատմությանը, մեր թագավորներն էլ, մեր կառավարիչներն էլ, հիմա անունը թագավորա կամ չգիտեմ ինչ որ եղել է, իրանք էլ են ուղղորդված եղել, ով որ ուզեցել է անի ավելին, որ վեր կանգնի, դուրս անի այդ ամեն ինչից ունենա դառնա սուբյեկտ, ու քաղաքական սուբյեկտ դառնա, իրան թե դրսից, թե ներսից դանակը մտցրել են մեջքը վարի են տվել, որովհետև դա ձեռնտու չէ, այստեղ այս պատկերացումն է, որը որ հազարամյակներ շարունակ հանրային ազգային գաղափարախոսություն որպես այդպիսին կարծրատիպ դեռ չի դարձել ու միշտ աշխատում են այտենց, իրենց քայլերը միշտ այտենց է, որ պարտադիր դե մենք փոքր ազգ ենք, ես ենք, ենք պարտադիր ինչ որ մեկը պիտի գա մեզ բան թելադրի գերեշություն անի, ես անի, շարունակի։ Այսինքն դու հայտարարում ես, որ կան ուժեր ու կան աղանդներ, ովքեր որ ստիպում են որոշ խմբեր ու խմբակներ, հա, այդպես ձևակերպել։ Առայժմ մտենց։ Սպասարկեն իրենց շահերը։ Առայժմ մենք ունենք բավարար ժամանակ, որպեսզի մենք դառնայինք այդ թելադրողներից մեկը։ Ինչն էր մեզ խանգարում։ Այդ հարցին որպես քաղաքագետ ես կխնդրեմ նաև դրան պատասխանես։ Այսինքն մենք էլ ունենք, չէ՞, ներուժը ու կարայինք, այո, ու կարայինք մենք ինքներս թելադրող լինենք ու բավարար ժամանակ էլ ենք ունեցել։ Ներողություն, այդ թվում նաև ինչ որ չափով մենք հաշտ ենք ելել բոլոր այդ թելադրողների հետ։ Ինչը խանգարեց մեզ, որտեղից։ Ասում եմ, խանգարելը հենց նոր անկախ Հայաստանի ստեղծման օրվանից կառավարող էլիտայի մոտիվացիան է եղել։ Նա մոտիվացված չի եղել այս պետությունը սուբյեկտ դարձնելու ու հավասարը հավասարին։ Մեզ միշտ ներշնչել են, գուցե իրանք այդ մարդկանց կարող է գիտելիքներն է այդքան եղել կամ չգիտեմ, բայց մեզ միշտ ներշնչել են, դե որ մենք փոքր ազգ ենք, գազ չունենք, նավթ չունենք, ռեսուրս չունենք, այս չունենք, այն չունենք, մենք միշտ պետքա մի գլուխներս կախ համակերպենք գերտերությունների հետ, փորձենք, ասենք, ինչ որ մի գերտերության ցենց շվակում ծավալած էտանք, բայց ինչ զիջենք, վերջի վերջո տես մի հատ հետաքրքիր բան կա,
գերտերություններն անգամ մոտիվացված չեն Հայաստանը վերջնականապես վերացնելու, որովհետև մենք փայլուն հասկանում ենք Հայաստանը վերջնականապես վերանալու է կամ Ադրբեջանի կամ Թուրքիայի տակ, որովհետև առայժմ ես չգիտեմ, որ Իրանը կամ Վրաստանը ունեն նման բան ցանկություն, հա, Հայաստանը իրանցով դարձնելու։ Ոչ մի գերտերություն նման մոտիվացիա չունի, որովհետև այդ դեպքում իրար մեջ կոպիտ ասած բազարանելու հնարավորությունը կորում է, որովհետև բազարանելուց ասում են, այ Հայաստանի իշխանությունները համաձայն չեն լինի։ Հիմա տեսականորեն եթե վերցնենք սենց մենք սպիտակ դրոշը վերցնենք, ասենք վերջնականապես դառնում ենք կամ Ադրբեջանի մարզ կամ Թուրքիայի մարզ, ոչ մի գերտերություն դա թույլ չի տա, ասի ոնց, այդպես բան չի կարա լինի։ Դու պիտի մնաս, որովհետև դու ինձ ձեր խաղակարդ ես։ Դու գոյատևեք, ոնց կգոյատևեք, դա իմ խնդիրը չի, բայց դուք մի կերպ գոյատևեք, դրա համար իրանք բերում այստեղ տարբեր կենտրոններից դրվում են իշխանություն ու ընդդիմություն, որ այդ հավասարակշռությունը պահեն, բայց հələ որ չի ձևավորվում մի հատ մի այնպիսի ուժ, որ կարողանա դուրս գա, ասի տղեր, գլը մի րոպե, եկեք ունենք պոտենցիալ, հիմա որ չեն տալիս ձևավորվի, երևի այո, չեն տալիս ձևավորվի, որովհետև խելացի մարդիկ հանկարծ եթե հավաքվեն ու սկսեն քայլանել, իրանց կամաց մեկին կպիտակավորեն, մեկին կձերբակալեն, մեկին կսննկացնեն, ֆիզիկապես կոչնչացնեն, որովհետև մոտիվացված չեն։ Այստեղ խնդիրը դու սկզբում ասեցիր մենք վերջո հայ ենք, էս ենք, են ենք, միտեղ մի բան լինի կհամախմբենք, բան, այդ համախմբվածությունը թույլ չի տրվում, որ համախմբվի ու դուրս գա։ Ինչի համար։ Այդ մարդիկ ովքեր որ ունեն ռեսուրս, իրանք վերջո հասկանում են ինքը կարա այսքան անի, ես իրան չեմ էլ մեղադրում, ինքը կոնկրետ այդքանը կարա անի, այդքանն է անում, նա խղճի խայտ չունի, նա իրան մեղավոր չի զգում, որ ինքը ասենք այս ամբողջ հասարակության ճնշող մեծամասնությունը ապրում է ծայրահեղ ծանր վիճակում, մեկը երեխեն է հիվանդ, մեկը հացի խնդիր է լուծում, իմ փորը կուստա ոտերս տակա վերջ, բացարձակ դա չի հետաքրքրում, ինքը ունի կոնկրետ գործառույթ ու այդ գործառույթը իրականացնում է, մոտիվացիան է հարցը, ու ես խնդրեմ, որ մեր հանդիպումները ասենց բան անենք ավելի երևի ընդմիջենք մի փոքր, հա, ու շարունակական փորձենք խնդիրները դուրս անել ու այդ խնդիրներին լուծում։ Այդքանով իրաց եկենք մեր ժողովրդին, մեր ազգության, մեր բոլոր հայերին, որ այսպիսի հարցեր կա ու դու այսքան իրավունք ունես, որոնք որ պետությունը պաշտպանում է օրենքի ուժով։ Դա պետության ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունն է։ Այսինքն դու պահանջատեր ես, ինչպես քվեի տերն ես, քվե տված անձն ես, այնպես է պահանջատերն ես դու։ Իրենք ծառա են եւ ոչ թե թագավոր։ Միանշանակ։ Շնորհակալություն ասում եմ։ Ես եմ շնորհակալ։